Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, ցեղասպանությունից եւ բռնի տեղահանությունից մազապուրց եղած սիրելի արցախցիներ, որոնք ջերմ ընդունելության են արժանացել այս քաղաքում, այս համայնքի հոգատար իշխանությունների ներքո։ «2021 թվականի դեկտեմբերի 5-ին Մասիս քաղաքը սեփական ուժերով արդեն հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այդ օրը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի առաջնորդած դաշինքը հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ նոր հնարավորություններ բացել Մասիսի համար։ Իսկ հաշտվել են արդյոք նրանք մեր ժողովրդի ընտրության հետ։ Սիրում են արդյոք նրանք մեր ժողովրդին իրապես եւ հարգում են նրանց կատարած ընտրությունը։ Ցավոք սրտի ոչ։ Նրանք առավոտյան են ասում. սիրում ենք ձեզ բոլորիդ։ Իսկ այսօրին արդեն սատկացնելու ենք մենք ձեզ բոլորիդ, կզսնելու ենք մենք ձեզ բոլորիդ, բայց չեն կարող ինչքան էլ ընդդիմանան ժողովրդի կայացրած որոշմանը։ Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը կալանավորվեց ապօրինաբար, զրկվեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից, այն պահից սկսած, երբ ընդդիմությունը նրան առաջադրեց որպես վարչապետի միասնական թեկնածու։ Բայց Դավիթ Համբարձումյանի արժանավոր թիմը, նրա ընկերները, թիմակիցները շարունակում են կատարել իրենց խոստումները սեփական սիրելի ժողովրդին տրված, իսկ ԿՊ-ն երկրորդ անգամ եւ այս անգամ արդեն վերջին անգամ պարտվելու է Մասիսում, Արարատում եւ ամբողջ Հայաստանում։ Այս իշխանությունները չեն հարգում սեփական ժողովրդի կարծիքը ոչ միայն Մասիսում, այլ ամենուր։ 2025 թվականին Հայաստանում ընդամենը 2 ընտրություն է եղել, 2 համայնքային ընտրություն, Փարաքարում եւ Գյումրիում։ Երկուսն էլ արտահերթ, երկուսն էլ իրենց ապաշնոր կառավարման եւ հրահրած քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Երկուսում էլ պարտվել են։ Իսկ ինչ է եղել դրանից հետո։ Գյումրի համայնքի ղեկավարը կալանավորված է, Փարաքարի համայնքի ղեկավարը սպանված։ Սա է սրանց վերաբերմունքը ժողովրդի կատարած ընտրությանը։ Եվ սա է, որ պետք է փոխվի։ Գալու է Հայաստանում նոր իշխանություն, որը հարգելու է իր ժողովրդին, նրա կայացրած ամեն մի որոշումը, եւ այդ առաջին որոշումը, որը լինելու է հարգանքի արժանի, դա Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու որոշումն է։ Մարդիկ ուզում են ունենալ նոր ղեկավար, մարդու նման ղեկավար, մարդուն վայել ղեկավար եւ կունենան այդ ղեկավարը եւ նա էլ ունի իր պատվավոր անունը Սամվել Կարապետյան, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել Կարապետյանին այսօր աջակցում են ժողովրդի կողմից ընտրված բազմաթիվ համայնքի ղեկավարներ, տարբեր քաղաքական ուժեր եւ գործիչներ, բոլորը համախմբվել են երկու բանի համար, նախ փոփոխությունների այս աղետը կանխելու, երկրորդը նոր եւ ուժեղ Հայաստան ստեղծելու համար։ Սամվել Կարապետյանը չի գոռում, նա ոչ մեկին չի վիրավորում, ոչ մեկին չի քաշքշում, ոչ մեկին չի անպատվում, հակառակը նա իր խոհեմ համեստ իմաստնությամբ, իր բազմաթիվ գործերով ու հաջողություններով, անգամ տնային կալանքի պայմաններում, իր տան դռներն է բացել ժողովրդի առջև, անգամ այդ հնարավորությունն է օգտագործում ժողովրդին լսելու, նրանց կարծիք դիմանալու, նրանց հոգսին տեղյակ լինելու եւ այդ ամենը որպես ծրագիր մշակելու եւ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար բոլորն են հավատում, որ 300,000 ադրբեջանցու փոխարեն Սամվել Կարապետյանի ղեկավարման ներքո լինելու են 300,000 նոր աշխատատեղեր։
Նրա ծրագրերի հիմնական շահառուներից մեկը հենց լինելու է Արարատի մարզը, Մասիս քաղաքը, նոր աշխատատեղերը, գյուղատնտեսական մթերքների մթերումները, նոր պայմանները մեր ժողովրդի համար, դրանք առաջնային շահառուները հենց դուք եք լինելու, սիրելի մասիսցիներ, սիրելի մեր ժողովուրդ։ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ շատ բան է փոխել։ Այլևս չկան հիասթափված մարդիկ։ Նրանք, ովքեր հիասթափված էին, որևէ ընտրությունների չէին մասնակցում, ասում էին, որ այլևս ոչինչ չի փոխվելու, նրանց տրամադրությունը փոխվել է։ Իդեմս Սամվել Կարապետյանի նրանք տեսնում են այն մարդուն, որը իրենց երբեք չի խաբել ու չի խաբելու։ Նա սպանել է հիասթափությունը մարդկանց մեջ եւ բերել է ոգևորություն ապրելու նոր Հայաստանում, ուժեղ Հայաստանում։ Սամվել Կարապետյանի օգտին են պատրաստում քվեարկել հազարավոր մարդիկ, տասնյակ ու 100 հազարավոր մարդիկ, ովքեր թե 18 թվին, թե 21 թվին աջակցել են հենց Նիկոլ Փաշինյանին։ Ինչի են նրան աջակցել։ Խո նրա տեսքով չեն ոգևորվել, խո նրա գիտելիքներով չեն ոգևորվել, նրա ապրած կյանքով չեն ոգևորվել։ Մարդիկ ոգևորություն են ունեցել, որ այս երկրում պիտի արդարություն հաստատվի, որ այս երկրում պիտի անվտանգություն լինի, որ այս երկրում պիտի տնտեսական զարգացում լինի։ Անցել է 8 տարի, չի կարողանում, այ մարդ դե խո զորով չի կարում, էլի այդ մարդը։ Մի բան է կարում, լավ ուտում է, բայց սիրելի ժողովուրդ, այդքան ջերմոցի ծաղիկն է չի կարա ուտի։ Այն հարաբերությունները, որ նա փչացնում է մեր հիմնական գործընկերների, բարեկամների հետ, այդ փոխհատուցումը, այդ ավտոբուսը չի կարա լուծի։ Լավ էլ իրանց տեղը գտել են, ավտոբուս ու հայդա դեպի իրանց սիրելի Ադրբեջան։ Իսկ Հայաստանի իշխանությունը պետք է վերադառնա Հայաստանի ժողովրդին, որի միասնական կամքն է տեսնել նոր վարչապետ, որի անունն է Սամվել Կարապետյան։ Ընտրում ենք 3-րդ համարի քվեաթերթիկը եւ ունենում ենք ուժեղ Մասիս, ուժեղ Արարատ, ուժեղ Հայաստան։